Փաստերի ստուգմամբ զբաղվող մեդիայի կայքը բացահայտել է բազմաթիվ ֆեյսբուքյան էջեր, որոնք համակարգված կերպով հակաքարոզչություն են իրականացնում Հայաստանի իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ, և ստեղծում աջակցության իմիտացիա Սամվել Կարապետյանի օգտին։ Այս 17 էջերի հրապարակած տեսանյութերը տարածում են հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ, որոնցից մոտ 60-ին լրատվամիջոցի փաստերի ստուգման թիմը նույնականացրել է։ Մեկ օրում ստեղծված այս էջերը գրեթե միաժամանակ րոպեների տարբերությամբ հրապարակել են վարչապետի նախկին կնոջ Աննա Հակոբյանի լուսանկարներով տեսանյութ, որում պնդում է արվում, թե Հակոբյանը նախկինում կրում էր 5000 դրամ արժեքով ականջողեր, իսկ որպես վարչապետի կին նրա ականջողերի արժեքը հասել է 2.5 միլիոն դրամի։ Էջերի համակարգված երկրորդ արշավը տեղի ունեցել փետրվարի 19-ից 20-ին։ Վերջիններս տարածել են տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի նկարով։ Ուղեկցվող տեքստում ակնարկ է հնչում, թե վարչապետը սեռական շեղումներ ունի։ Փետրվարի 23-ին տարածվեց էջերի հաջորդ տեսանյութ ահազանգ, այն կոչ էր անում չքվեարկել Փաշինյանի օգտին, քանի որ վերջինս տարածքներ է բաժանում։ Փետրվարի 23-ին համակարգված արշավ սկսվեց Աշոտ Փաշինյանի, վարչապետի որդու դեմ։ Էջերը հրապարակել էին ենթադրաբար նրա մասնակցությամբ տեսանյութ և պնդում էին, թե վերջինս ծանր թմրանյութերի ազդեցության տակ է, չներկայացնելով ասվածն ապացուցող որևէ փաստ։ Հաջորդ օրը փետրվարի 24-ին գրեթե միաժամանակ հրապարակված տեսանյութերում պնդում է արվում, որ ընտրելով Նիկոլ Փաշինյանին, մարդիկ ձայն են տալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Մարտի սկզբից էջերն առավել ակտիվ տարածում են արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութեր, թիրախավորելով հիմնականում Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին, ինչպես նաև հակադրելով Փաշինյանին Սամվել Կարապետյանի հետ, իսկ ավելի վաղ տարածված էր ԱԲ-ով ստեղծված մեկ այլ տեսանյութ, որում ադրբեջանական զորքերն էին իբր ներխուժում Երևան։ Կայքը հայտնաբերել է նաև Facebook-ում համակարգված աշխատող կեղծ օգտատերերի, որոնք տարածում են վերոնշյալ էջերի կողմից պատրաստված տեսանյութերն ու լրատվամիջոցների սոցիալական էջերում քննադատում գործող իշխանությանն ու դրական բովանդակությամբ մեկնաբանություններ անում Սամվել Կարապետյանի և նրա ղեկավարած ուժի մասին։ Խումբը կազմված է ավելի քան 60 նույնականացված կեղծ օգտահաշվից։ Այս թիվը վերջնական չէ և չի բացառվում, որ այն շատ ավելի մեծ կլինի։ Նշված շուրջ 60 կեղծ օգտահաշիվների և 17 էջերի միջև կապը և համակարգվածությունը ապացուցվում է մի շարք ընդհանրություններով։ Օրինակ, քարոզչական էջերի Փաշինյանի սեռական շեղումների մասին տեսանյութը տարածել են ֆեյքերի այդ խմբի բոլոր անդամները։ Համացանցում կեղծ օգտահաշիվների լուսանկարների որոնման արդյունքում գտնվել են դրանց մեծ մասի իրական տերերը։ Արդյունքում պարզվեց, որ դրանք մեծամասամբ գողացված են ռուսական ծանոթությունների կայքերից կամ չափահասների համար նախատեսված 18+ հարթակներից։ Տեսանյութում կարող եք տեսնել կեղծ օգտահաշիվների լուսանկարների իրական տերերին։ Մեդիայ-ը ի վերջո արձանագրել է, որ հանրային աջակցության իմիտացիա ստեղծելու նպատակով գործարկվել է ֆեյք էջերի և օգտահաշիվների բանակ, որն աշխատում է քաղաքական դաշտում հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի և նրա թիմի օգտին և ակտիվորեն քննադատում է իշխանությանը։